Նախորդ տարի բանակում ինքնասպանության եւ սպանության 12 դեպք է գրանցվել։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի խոսքով, իրենց եւ դատախազության տարածած վիճակագրությունում անհամաձայնություն կա։ Արձանագրել էին ինքնասպանության 9, սպանության 3 դեպք։ Մինչդեռ դատախազության տվյալներով ինքնասպանության 7, սպանության 5 դեպք է հրապարակված։ Իրավապաշտպանի խոսքով լրացուցիչ հստակեցման են սպասում դատախազությունից։ Մինչ այսօր չունենք դատախազությունից ստացված մեր գրավոր հարցման պատասխանը չենք ստացել, որտեղ հստակ կլինի, թե որոնք են այն դեպքերը, որոնք դասակարգվել են, սպանություն մեր դիտարկմամբ, 3-ը եւ իրենց դիտարկմամբ 5-ը եւ ինքնասպանության դեպքում 7-ը եւ 9 տարբերությունները պիտի հասկանանք։ Զինծառայողի զոհվելու փաստը ցավալի, բայց անխուսափելի է ցանկացած պաշտպանական համակարգում, կարծում է Արտակ Զաքարյանը։ Պարզապես պետք է հստակ հասկանալ, որտեղ են խնդիրներն ու դրանց լուծումները։ Զինված ուժերի այս իրավիճակից դուրս բերելու ամենակարևոր խնդիրը նաև բարեհոգեբանական մթնոլորտն է։ Այս իշխանությունները նույնիսկ հասարակության բարեհոգեբանական մթնոլորտն են պահում ահուսարսափի մեջ, վախի մթնոլորտի մեջ։ Մի կողմից քաղաքական նպատակներով, քաղաքական բռնաճնշումներով, մյուս կողմից Ադրբեջանի անունից վախացնելով։ Զինծառայողների զոհերի թիվը 2024 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, դեռևս բարձր է։ Սուրեն Պապիկյանի խոսքով, քայլեր են ձեռնարկվում բանակը բարեփոխելու համար։ Զինված ուժերում շարունակում են լինել խնդիրներ, ցավալի դեպքեր, այդ թվում նաեւ մահվան դեպքեր, եւ ինչպես նշվեց, այո, դրանց բացահայտումները շատ կարեւոր են ու էական է, որ վերջին տարիներին մենք չունենք չբացահայտված դեպքեր։ Բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր է, որ մենք մեր աշխատանքով կարողանանք կանխել այդ դեպքերը։